Այսօրվանից Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում Ազատության հրապարակում։ Հրապարակը սպասվածին հակառակ բավականին բազմամարդ էր։ Հանրահավաքի ընթացքում տարբեր ելույթներով հանդես եկան Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները։ Մենք միասին պիտի լինենք, պիտի քայլենք հանդարտ, քայլ առ քայլ, խաղաղ, սահմանադրական։ Եվ մենք պիտի տեսնենք, որ արդեն գասեցված հանրաքվեն դառնալու է Սերժ Սարգսյանի եւ իր վարչագահի հրաժարականը, ապա եւ նախագահական եւ խորհրդանական նոր ընտրությունների ժողովրդական պահանջը։ Մենք ուժեղացած ենք, ամուր ենք, վճռական ենք։ Ես ինքս համեստացած, որ նման նվիրյալների հետ կանգնած եմ այս հարթակի վրա եւ մենք միասին դանելու ենք Հայաստանը թեպի իր ավական, վերադարձնելու ենք սահմանադրությունը, իշխանությունը եւ իրավունքը ձեզ հարգելի քաղաքացիներ։ Սա Հայաստանի Հանրապետությունն է եւ պետական բոլոր շենքերը պատկանում են ոչ թե պետական հանցագործ, իշխանությունը զավթած, ընտրությունները վախկոտի նման դողացած գուսակցական գործիչներին կամ գուսակցա իշխանության, այլ այդ պետական շենքերը, ատրիբուտները, զինանշանը, ռոշը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր ազգին եւ մենք պիտի իրացնենք մեր իրավունքը, մեր սեփականության, մեր հայրենիքի նկատմամբ։ Այսօր սկիզբն է, մեզանից բոլորից կախված է, որ այդ սկիզբը լինի հաջող, մեր ժողովուրդը ունենա հաղթանակ, մեր ժողովուրդը ելնի ոտքի Հայաստան։ Չենք թույլ տալու այս ռեժիմին անցկացնելու այս դավադիր ծրագիրը։ Մենք եկել ենք այստեղ առաջին հերթին գասեցնելու այս ծրագիրը։ Համաձայն եք թե ոչ։ Երկու տարբերակ գոյություն ունի։ Մեկը այն, որ պիտի սպասենք մի շաբաթ եւ գնանք քվեարկության, հետո տեսնենք արդյունքը ինչ է ելնելու, նոր կողմնորոշվենք, մի տարբերակ, երկրորդ տարբերակը, այս պահին սկսում ենք այս ռեժիմի հերացումը, բարձ է, թե ժողովուրդը ինչ է ուզում, ընդդիմադիր ուժեր, լսել եք թե ժողովուրդը ինչ է ուզում, բոլորը այստեղ, բոլորը պիտի ենթարկվենք ժողովրդին, մահ ռեժիմին, Մարտի 1-ի արյունը չենք մոռացել։ Այսօր դեկտեմբերի 1-ն է։ Դեկտեմբերի 1-ը պիտի դառնա մարտի 2։ Մենք տագանի մարտի 1-ի մեջ ենք։ Երկար սպասված մարտի 2-ն։ Մենք պատրաստում ենք քաղաքացիական անհնազանդության միջոցով պայքարել։ Մենք պատրաստում ենք խաղաղ մեթոդով ձունգի բերել սրանց։ Ոչ որ թողշի կասկածի, խաղաղ մեթոդով բերելու ենք։ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել, որ Հանրապետական խմբակցության падգամավոր Արաքել Մովսիսյանը խախտել է ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Այս մասին այսօր ասել է ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը։ Ըստ Բաբայանի Մովսիսյանը դրսևորել է падգամավորին ոչ վայել պահվածք։ Հիշեցնենք, ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը նման որոշում է կայացրել քննելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ հանրապետական падգամավոր Արաքել Մովսիսյանի։ Ազգային ժողովի հանրապետական падգամավորը սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր կհանդգնեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական ձևով արտահայտվել։ Նման մի դիմում էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն
ուղարկել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, առաջարկելով պատգամավոր Արաքել Մովսիսյանի հայտարարությունները բռնաբարելու եւ գլխատելու մասին ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Ազգային ժողովի փոխնախագահ եւ հանրապետական կուսակցության մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անհնազանդության գործողություններին, որոնցով հիշեցնենք հանրային փրկության ճակատը մտադիր է տապալել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի գործընթացն ու միաժամանակ իշխանափոխության գործընթացի մեկնարկը տալ։ Շարմազանովը հայտարարեց, թե վստահ է իշխանափոխություն չի լինի։ Նշեց նաեւ իշխանափոխություն կարող է լինել միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների միջոցով, իսկ որ հասարակության մեջ կարող են լինել նաև ծայրահեղ դիրքորոշումներ ունեցող քաղաքացիներ, ՀՀԿ խոսնակը դա նորմալ է համարում։ Ով ուզում է գա իշխանության, թող գա մասնակցի ընտրություններին, հաղթի ընտրություններում եւ բարով կառավարի։ Այլ տարբերակ մեր երկրում չի կարող լինել, մանավանդ նման աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկրում արհեստականորեն լարվածություն մտցվի։ Մեզ պետք չեն լարվածություններ, մեզ պետք է ուժեղ, կայուն Հայաստան։ Իսկ իշխանափոխություն կլինի, չի լինի, այդ ամեն ինչը պետք է լինի 2017-ի պարլամենտական ընտրությունների միջոցով, բացառապես ընտրությունների միջոցով, ինչպես դա ընդունված է բոլոր նորմալ ժողովրդավարական պետություններում։ Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե այնուամենայնիվ հանրային փրկության ճակատին հաջողվի մոբիլիզացնել ժողովրդին, այդ դեպքում ինչ կանեն իշխանությունները, նա արձագանքեց։ Մոբիլիզացիա մեր երկրում կարող է լինել Աստված մի արասի, միայն պատերազմի ժամանակ։ Մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք, չի կարելի մեր երկրում թշնամիներ փնտրել։ Չի կարելի մեր երկրում թշնամիներ փնտրել։ Ոնց ասեմ, ասիկը մենք երկրորդ անգամ պետք է մտնենք նույն կետը, հին հույներ նույն կետը երկու անգամ չէ, մենք այդ ծխալը արդեն արել ենք։ Նկատի ունեք մարտի 1-ին։ Այո, նաև մարտի 1-ը, այդ ծխալը արդեն եղել է։ Նոյեմբերի 29-ին Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից Նորքի բնակարաններից մեկում իրականացված վնասազերծման աշխատանքներին, որոնց արդյունքում հիշեցնենք 10 անձինք ձերբակալվեցին, այնուհետ ձերբակալվածների թիվն ավելացավ, հասնելով 21-ի։ Նրանց բոլորի նկատմամբ դատարանի որոշմամբ կալանավորումն ընտրվեց որպես խափանման միջոց։ Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե հավատում է, որ կալանավորված անձանց մեջ իրոք կան ահաբեկիչներ, ինչպես Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն են հայտարարում, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց։ Դուք չեք հավատում։ Ահաբեկիչ են այդպիսի բան։ Դուք չեք հավատում, բայց 99-ին կար չէ նման մի դեպք։ Չեք հավատացել։ Դե աղջիկների մասին իրենք կասեն, մենք չասենք, չշտապենք։ Հիշեցնենք ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ մնացական Համբարձումյանը օրերս հայտարարեց, թե կանխվել են ծրագրված մի շարք հանցագործություններ, որոնք ուղղված են եղել քաղաքացիների, պետական եւ քաղաքական գործիչների դեմ։ Այնուհետ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ վնասազերծված խմբի անդամները հանցագործություններ ծրագրել էին իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում, նախագահականում եւ ազգային ժողովում։ Ուստի Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի այդ ամենի վերաբերյալ։ Ես որևէ հայտարարություն չեմ անում, չեմ էլ ցանկանում անել, հիմա սպասենք իրավապահ մարմինները ժամանակին ամեն ինչը կհաղորդեն, տեղակայեն մեր քաղաքացիներին, որևէ շինծու կամ հավատալու չհավատալու խնդիր չի, ամոթ է վերջո։ Մենք որևէ մեկին աղջիկ կլինի կամ տղամարդ կլինի, չունենք նման տրամադրություն կամ մտադրություն։ Ուղղակի թող քննությունը ավարտվի եւ բոլորը կարծում մեկը ինչ որ հիմա խոսում ենք, ի սկզբանե կա։ Իրենք են չէ՞ այդ մասին խոսելու, մենք չենք խոսել։ Իրենք են ասել, որ սա ենք ուզում անել, սա ենք պլանավորում անել։ Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին եւ լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիժկապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, խիստ անհրաժեշտ
անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողություններին, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։ Վաղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները։ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։